Արցախյան հերոսամարտի մասնակից Հովհաննես Բաղդասարյանը այսօր դատարան ներկայացավ զինվորական համազգեստով եւ շքանշանները կրծքին փակցրած, որոնք նա ստացել է մարտի դաշտում խիզախության հայրենիքին մատուցած անմնացորդ ծառայության համար։ Սա տվել է Ռոբերտ Քոչարյանի վաղթով մարտական ծառայությունների ընթացքում եմ ստացել։ Սա տվել է պարոն Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյան շամեդալով։ Սա տվել է էլի պաշտպանության նախարար Փառաբանձ Մարտի։ Ես գիտակցաբան մեկնել եմ մնացել գեներալ Մանվել, պարոն Մանվել Գրիգորյանի մոտ ծառայել մինչև 97 թվականը, խրախուսվել գեներալի կողմից բրիգադի բանով, օֆիցերի կոչում է տվել նույնիսկ։ Հիմա ազատամարտիկին ու հերոսի կոչումով ու շքանշաններով են պարգևատրել, մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հայցապահանջով։ Եվ նա ստիպված է ապացուցել, թե մի շարք հիվանդությունները, որոնց համար նա զինվորական թոշակ է ստացել, ձեռք է բերել մարտի դաշտում, թե պատերազմից հետո։ Հովհաննես Բաղդասարյանին մեղադրում են փաստաթղթեր կեղծելու մեջ։ Դատարանը հիմնավորված չի համարում նրա մարտի դաշտում վիրավորվելու փաստը եւ մեղադրանքը հիմնավորելուց հետո հերոսի կոչում ստացած ազատամարտիկին սպառնում է ազատազրկում։ 4 տարի գնացել է, կրվել է, հետ բանը որ չէ, դիրքեր է մնացել, գնացել կրվել է, հայրենիքի մարի կրվել, տաղտիկ տաղ, հայրենիքին է պաշտպանել, մենք հայրենիքին ենք պաշտպանել, հմել տղես ընգել է դատարան, չի պետք ինի դատարան։ Ես իմ պարտքս կատարել եմ հայրենիքի հանդեպ, մինչև ծեգներս ծալվել է մնացել դիրքելում պահել սահմանը։ Չնայած հիվանդ եմ, վադարով չեմ, նույնիսկ հենց հիմա կարող եմ նոյ պատերազմի մասնակցել։ Գյումրիի 4-րդ գումարտակի կամավոր Հովհաննես Բաղդասարյանի մարտական ընկերները վկայություն են տվել, որ նա 4 տարի կռվել է ամենաթեժ մարտերում ու ամենախիզախ զինվորներից մեկն է եղել։ Ես անձամբ եղել եմ իրեն վաշտի հրամանատարը, գիտեք ինչ, ազատամարտիկ է, կարող է ինչ-որ միտեղ մի փաստաթուղթ, մի որևէ բան խնդրել են, վերցրել են, բայց ես գտնում եմ, որ նրանք արժանի են թոշակավորվելու։ ԵԿՄ Շիրակի մարզային վարչության նախագահը ազատամարտիկների նկատմամբ կիրառվող այս քայլը համարում է անօրինական, քանի որ նրանք բոլորը ի սկզբանե մարտի դաշտ մեկնել են աչքի առաջ ունենալով կռվել մահանալու փաստը։ Նրանք ովքեր մասնակցել են, նրանք կարելի ու չեն վիրավորվել, կարելի ասել, որ 30%-անոց արդեն վիրավորներ են, պատրաստ են եղել իրանց ամենաթանկը կյանքը տալու։ Այն, որ գրանցված թոշակ ու փոխհատուցում ստացող ազատամարտիկների թիվը այսօր մի քանի անգամ մեծ է, քան պատերազմին մասնակից ազատամարտիկների թիվը, սա խնդիրը, ասում է ԵԿՄ Շիրակի մարզային վարչության նախագահը, բայց սա այն դեպքը չէ։ Հովհաննես Բաղդասարյանը իրական կռվող է եղել, ոչ թե Սարքովի։ Բացի են, որ իրենք փաստաթղթեր են սարքել, նաև իրենք են դարձել Շուշվա հերոսներ, Մարտակերտի հերոսներ, անկախության հերոսներ։ Իրականում հանցագործներին պետք է քաղաքական խնդիրներ լուծելու խաչմերուկներում փնտրել, ինչպես ստացվեց, որ պատերազմին մասնակցել են 18,000 ազատամարտիկ, իսկ թոշակ ստանում են այսօր 60,000-ը։ Այդ կտրուկ աճը տեղի ունեցավ 2000-ական թվականներին, երբ իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվեցին նոր ազատամարտիկների կազմակերպություններ։ Իսկ հիմա մաքրում են նրանց ցուցակները, նոսրացնում, հեռացնում են ցուցակներից ազատազրկում, բայց գլխավոր հարցի պատասխանը բաց է մնում, թե ինչու դատարանի առաջ չեն հայտնվում ազատամարտիկ սարքող, փաստաթուղթ կեղծող, գործարքի հիմնական մասնակից ու դերակատարում ունեցող, պետությանը ամենաշատ վնաս հասցրած անձիկ։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։